մեր եկեղեցին ինչպես է հաստատել պահոց շրջանը, ինչա արել այդ պահքի իմաստը, դա ապաշխարություն է, որովհետև քրիստոնյան եկավ ժամանակ, որ նամանոթ հիմա էլ մեր ժամանակ, մարդիկ, որոնք մկրտված են, եկեղեցի են գալիս, կամ տարին մի քանի անգամ են գալիս, անհոգ են ապրում, մեղքերի մեջ չեն աղոթում, ծուլանում են աղոթքի մեջ եւ այլն, եկեղեցին իրենց որպեսի կանչի դեպի ուղղվելու ճանապարհ ապաշխարություն է սահմանել, մեծի պահոցը որպես ապաշխարություն է դրել, որ քրիստոնյան ապաշխարությամբ մոտենա զատիկին, ոչ թե առանց անհոգության։ Դրա համար քրիստոնյաները, որոնք ապրել են անհոգ բան, եկեղեցին նորից եմ ասում, դրել է դա ապաշխարություն, ինչպես Տաթևացին ասում է, մեծի պահոց շրջանից մենք նախ խոստովանվում էին մարդիկ գալիս, իրենց ամբողջ տարվա կտրվածքով ինչ մեղքեր են գործել, գալիս խոստովանվում էին եւ նոր մտնում էին ապաշխարության, որտեղ մենք ունենք եկեղեցվո Սուրբ Խորհուրդ, ապաշխարություն, որը բաղկացած է 3 մասերից, այսպես ասեմ։ Դա զղջում սրտով, խոստովանություն առվոտն քահանայից, ինչպես Տաթևացին ասում, եւ ապաշխարություն այդ բժշկությունը գործերով, որը մեր եկեղեցու 3 ըստ Գրիգոր Տաթևացու 3 կարևոր քահանան է որոշում ինչ ապաշխարություն դնի, որտեղ տարբեր մեղքեր կա, ապաշխարությունը դա հիվանդության բժշկություն է, այսպես ասեմ, եկեղեցին քահանան որոշում է ինչպես, բայց հիմնական 3-ն են, որի շուրջ ամեն բանն է հավաքում, դա պահ, աղոթք եւ ողորմություն։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին հետեւյալն է բացատրում, որ եթե մենք մտնում ենք մեծի պահոց առանց զղջումի, այս պահքը օգտակար չի, ասում ավելավա մի օր պահքը պահես զղջումով, քան թե 50 օր առանց զղջումի։ Սա է իմաստը եղել։ Սա կից է եղել ապաշխարության խորհրդին, որտեղ մեր ժողովուրդը անհոգ է եղել տարվա կտրվածքով, մեղքերի մեջ է եկել, ասելա գոնե նամանտ գյուղացիները այն ժամանակ ամբողջ ամառ, գարուն ամառ վարել են, հնձել են, հավաքել են, պաշարել են, աշխատել են, ձմեռը մտել են ուտել խմելով են զբաղվել։ Հասկանում եք, ձմեռը աշխատանք չի եղել, հողի հետ չեն աշխատել, նստել են տունը, մենակ կերել են։ Եվ դրանից հետո երբ որ մտել են գարնան սկզբին, որ պետք է սկսի աշխատանքները սկսեն, մարդիկ պահկով էին մտնում մաքրվելու համար։ Այս է եղել։ Դրա համար, սիրելիներ, կարևոր է, որ զղջումով պահկել։ Եթե զղջում չկա, դա պարզ անիմաստ է, ինչպես Տաթևացին ասում է, սատանան էլ է ամբողջ կյանքը պահքի մեջ է, բայց ոչ զղջումա, ոչ մի բան։